Բայց երբ խոսքը վերաբերում է յոգային, դուք նշեցիք, որ դա սովորական ֆիզիկական վարժություն չէ, այլ ամբողջական հոգևոր պրակտիկա։ Ինչ կասեիք այն մարդկանց, ովքեր պնդում են, թե ուղղակի առավոտյան ձգումներ են անում։ Արդյոք կարծում եք, որ յոգան ընդամենը ձգումներ է, թե այն կարող է դևերի համար բաց դուռ դառնալ։ Դուք ինքներդ զբաղվել եք դրանով և ուրիշներին էլ սովորեցրել։ Անշուշտ, դուք սկզբից ևեթ հետաքրքրվել եք դրա հոգևոր կողմով և տարբեր բյուրեղներով, որոնք, ինչպես ձեզ թվում էր, կարող էին բուժել ձեր վիրավոր հոգին։ Բայց ինչ կասեիք այն քրիստոնյաներին, ովքեր ասում են, թե զբաղվում են քրիստոնեական յոգայով, դրանում վատ բան չկա, իսկ դուք, ընկերներ, ամեն անկյունում դևեր եք տեսնում։ Քանի որ դուք ինքներդ եք զբաղվել յոգայով, կարող եք խնդրեմ պատմել մեզ այդ մասին ավելի մանրամասն։ Այո, երբ մարդիկ ինձ նման բան են ասում, ես նրանց հարցնում եմ. Եթե ես ձեզ ասեի, որ զբաղվում եմ քրիստոնեական գուշակությամբ ըստ Տարոյի քարտերի, արդյոք դուք կհամաձայնվեիք, որ նման բան գոյություն ունի։ Անշուշտ ոչ։ Գիտեք, Աստվածաշնչում բազմիցս հիշատակվում է արմատի և պտուղների մասին։ Եվ եթե այս կամ այն պրակտիկան իր արմատներով հեթանոսական է, ապա նրա պտուղները չեն կարող սուրբ լինել, չէ որ յոգան ամբողջությամբ պարուրված է հեթանոսությամբ։ Յոգայի էությունը կայանում է նրանում, որ կապես քեզ լծի տակ հեթանոսական աստվածների հետ։ Ահա թե ինչ է նշանակում յոգա բառը կապել քեզ լծի տակ աստվածների հետ։ Երբ դուք յոգայի պարապմունքի ժամանակ ընդունում եք որոշակի կեցվածք, նշանակություն չունի, թե որոնք են ձեր մտադրությունները։ Չէ որ Աստվածաշնչում ասված է, որ մարդկային սիրտը նենգ է և ապականված։ Նշանակություն չունի, թե որքան մաքուր են ձեր մտադրությունները, ցավոք դա ոչ մի նշանակություն չունի։ Ըստ էության, դուք ձեր մարմինը վերածում եք ալեհավաքի, որը ձգում է այդ հին աստվածներին ու աստվածուհիներին, որոնք, ինչպես մեզ արդեն հայտնի է, դևեր են։ Դուք հավանաբար ծանոթ եք թվիստեր խաղին։ Ըստ էության, երբ զբաղվում եք յոգայով, դուք կարծես սկսում եք չար ոգիների հետ թվիստեր խաղալ և դևերին կանչել ձեր կյանք։ Կապ չունի, թե դուք ինչպես եք դրան վերաբերվում։ Հնարավոր չէ յոգայի վրա քրիստոնեական պիտակ փակցնել և այն ներկայացնել որպես սուրբ ու մաքուր բան։ Աստուծո խոսքում հստակ ասված է, թե ինչ է գուշակությունը։ Դա պղծություն է Տիրոջ առջև։ Նա պատվիրում է մեզ չզբաղվել գուշակությամբ, իսկ յոգան իր սահմանմամբ հանդիսանում է գուշակության ֆիզիկական դրսևորում։ Ուստի մենք չպետք է ոչ մի ընդհանուր բան ունենանք այդ պրակտիկայի հետ։ Լիովին ճիշտ է։ Դա սովորական ձգումներ չէ։ Ճիշտ է։ Եթե ուզում եք ձգումներ անել, արեք ձգումներ, բայց պետք չէ զբաղվել յոգայով և նման բաներով։ Այնպես որ ես ձեզ հետ համաձայն եմ 100%-ով։